Իդեպ հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում տեղի էր ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպումը, որի մասին կառավարությունը տարածել էր հերթական անդեմ հաղորդագրությունը, չնշելով ոչինչ Զանգեզուրի միջանցքի մասին, ինչը բավականին տարօրինակ էր։ Իսկ ինչու էր տարօրինակ։ Կոպենհագենյան հանդիպմանը նախորդել էին ՄԱԿ-ի եւ ԵԽԽՎ ամբիոններից Նիկոլ Փաշինյանի ելույթները, որտեղ ՀՀ ղեկավարը բողոքել էր, որ իր ադրբեջանցի գործընկերը շարունակում է կիրառել Զանգեզուրի միջանցք եզրույթը։ Կարծում եմ իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերը սպարզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունը օգտագործելով, որովհետև հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից։ Ես էլի ուզում եմ ընդգծել, դուք օգտագործում եք Զանգեզուրի միջանցք արտահայտությունը, որտեղից այդ արտահայտությունը ձեզ, որտեղ եք կարդացել այդ արտահայտության մասին, նման արտահայտություն չկա, չի եղել եւ համոզված եղեք չի լինի։ Հատկանշական է, որ Ալիևի հետ հանդիպմանը նախորդած, իսկ ՄԱԿ-ի եւ ԵԽԽՎ նիստերին էլ հաջորդած ազգային ժողովի հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը լրիվ այլ բան էր ասում։ Եթե պարզվի եւ պարզաբանվի, որ Ադրբեջանը օրինակ այդպիսի անուն է ուզում օգտագործի Հորադիս Զանգելան ճանապարհի վրա, մենք մեզ պետք է հարց տանք, դա մեզ հուզում է, թե չի ուզում։ Որ Նիկոլ Փաշինյանի առավոտվա, կեսօրի եւ երեկոյան խոսույթները իրար հակասում են, նորություն չէ, բայց զարմանալի է, որ ՄԱԿ-ի ամբիոնում բողոքում է, ԱԺ ամբիոնում հարմարվում, իսկ Ալիևի առաջ քար լռություն։